Ողջույն իմ ամենաշատ սիրելի հեռուստատողներին, ողջունում եմ ABC հեռուստակայանից Լոս Անջելեսի տաղավարից եւ առհասարակ տեղեկացնում եմ, որ մենք Սփյուռքի առաջ ենք եւ խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաների շուրջ։ Դուք կարող եք նաեւ բարբերաբար մեզ հետևել Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Այսօր նույնպես ունենք շատ հետաքրքիր հյուր եւ կխոսենք շատ արդիական թեմայի մասին, որը որ կապ ունի կոնկրետ Լոս Անջելեսյան համայնքի հետ եւ առհասարակ ամերիկահայության համայնքի հետ, այնպես որ մնացեք մեզ հետ, մի փոխեք կայանը եւ ընդհանրապես հետևեք մեր ծրագիրը։ Այս պահին ես ուզում եմ կրկին անգամ ներկայացնել մեր գործընկերոջը, ով համատեղ աշխատում է մեզ հետ միասին, Երևան Shipping ընկերության մասին եմ ուզում խոսել եւ պարզապես տեղեկացնել, որ ծանրոցներ կարող եք ուղարկել դեպի Հայաստան փաունդը 2.99 արժեքով եւ դրամական փոխանցումներ ընդամենը 1%-ով։ Սա իրականություն է եւ ոչ թե հեքիաթ, այնպես որ դուք կարող եք օգտվել նրա ծառայություններից։ Գովազդ է մեր եթերում։ Երևան Shipping, սենսացիալ ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա? այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա? 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոնը։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան Shipping, սենսացիալ ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա? այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա? 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Մենք վերադարձանք իմ շատ սիրելի հեռուստատողներ, առաջարկում եմ հետևեք մեզ, որովհետև մենք շատ կարևոր զրույց ունենք այսօր իմ տաղավարի հյուրի հետ, ով ինձ համար շատ լավագույն ընկեր է, բարեկամ եւ իհարկե մեծ երաժիշտ։ Ես սիրով ուզում եմ ներկայացնել այսօր Սփյուռքի առաջաղորդման տաղավարի հյուրն է, իմ շատ սիրելի եւ լավ ընկեր, հրաշալի երաժիշտ, երգիչ Հայաստանում եւ Սփյուռքում շատ հայտնի Հովհաննես Շաբազյանը, ողջույն։ Ողջույն, ողջույն Սանդալյան ջան։ Բաբայարև։ 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 Լոս Անջելեսի հայկական ժողգործիքների նվագախումբ գեղարվեստական ղեկավար Հովհաննես Շաբազյան, ես ինչ միտքեր եւ առհասարակ ինչի ցակեց sense միտք ունենալ Լոս Անջելեսում իր պատմության մեջ դեռևս գոյություն չունեցող, բայց արդեն իրականության մեջ տեղ գտած ժողգործիքների նվագախումբ, որը որ շատ կարեւոր է։ Քաղաքական թողոբոհից դուրս գանք եւ այսօր խոսենք ամբողջովին հայկական ժողովրդական երգից։ Ես գիտես ոնց եմ։ Հա, Կարող եմ այդ հարցերից պատասխանեմ քաղաքական էջ ինչն է նպատակը ստեղծել sense խումբ։ Գրիշյան, ուրեմն նպատակը վաղուց կար այդ միտքը, որ լինելով այս երաժշտության այդ բնագավառի մեջ ժողովրդական երգի սիրահար, չգիտեմ, երևի մի փոքր ստացվում է մոտես եւ մնացի հավատարիմ այդ ժանրին։ Համեստություն մի արա, շատ հավատարիմ մնաց այդ ժանրին, որովհետեւ էտեր ինձ ներսից թելադրում, որ այդ երգը երգեմ։ Աստծո կողմից տված այդ շնորհքը։ Կարամ այն մյուս ժանրի մեջ էլ եմ փորձել ունեմ ծրագրիս մեջ, բայց
հիմնականում ժողովրդական երգն է, մեր ակունքների երգն է։ Եվ տեսնելով որ շատ խմբեր կան, պարային խմբեր կան Լոս Անջելեսում, տարբեր արվեստի կենտրոններ կան, բայց ժողգործիկների անսամբլ ամոթ է էլի մեզ որ չունենանք էլի Լոս Անջելես ամեն ինչը կա այսքան հրաշալի երաժիշտների քուչ կա Թասիբի հարցը, հետո լավ երաժիշտներ կան, պրոֆեսոր, շատ ուժեղ երաժիշտներ կան, լավ քյամանչիստ Վարդանը մեր, թարիստ, բոլոր կանոնահարույները, հետո Վարպետիս հետ Ռուբեն Հարությունյանի հետ իմ ավագ ընկերոջ հետ, իմ միջայլոց Ռուբեն Հարությունյանը երաժշտական մասի ղեկավարն է, հենց այդ պատագան ասեցի, ուզում եմ ասեց հիանալի գաղափար է։ Ասեց Ազիզ, չանենք էդի։ Հետո հավաքեցինք բոլորը շատ շնորհակալ եմ որ շատ լավ թիմ է նվագախումբը, որովհետև բոլորը այն որ գալիս են փորձի, միջայլոց գալիս են, որը վճարում բան տեղ չունենք, ամեն ինչը համերգներով։ Ոչինչ, շուտով համերգներից է կոյանում այդ ամեն ինչը եւ վճարվում է օրկեստրի, մնացած փորձերը ամեն ինչը անշահախնդիր ներկայ լինում, բայց սիրով են գալիս։ Կարևորը այդ սերն է։ Որովհետև ամեն մեկը իր գործի մեծ վարպետն է։ Այո, հետո տեսնում են որ լավ գաղափար է ու բոլորը ուզում են կանգնեն այդ գաղափարի շուրջ։ Եթե գաղափարը լավ չլինի ու ես էլ ուզում եմ որ իրանց ինչ որ հետագա ունենա, չսահմանափակվի մենակ փորձով, ուզում եմ համերգների շարք ունենա, լինի Ֆրեզնոյում, Սակրամենտոյում, հիմա եթե մեզ Լոս Անջելեսից դուրս անգամ, Ամերիկայից դուրս անգամ։ Այո, Ամերիկայից դուրս, եթե մեզ լսում են, սիրում ենք, ընդունում ենք այդ հրավերը, ուզում ենք մեր այդ ժողգործիկների երաժշտությունը տարածենք, որովհետև այսօրվա երաժշտությունը դու ինձնից լավ գիտես, ժողովրդականությունը, գիտեմ։ Այս ամենտեղ այդ մեկ այդ որակը չենք հասկացա։ Մեր ազգը այդ դրան արժանի չէ այդ երաժշտությունը լսելու։ Ժողովրդականությունը, առհասարակ ժողովրդական երգը, դրանք մեր ակունքներն են եւ ընդհանրապես ժողովրդական երգը ավելի հասանելի պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի համար, որը շատ կարեւոր է։ Եվ ընդհանրապես ստեղծել Լոս Անջելեսում այդ ուժերի վրա, այդ հիմքի վրա նման տիպի ժողգործիկների անսամբլ, մենք քիչ հետո կնայենք նրանց կատարումը, որը առաջին անգամ է լինելու եթերում, պարզապես շլացուցիչ է եւ զարմանալի, որ կարողացել եք այդ ուժը ստեղծեք, այդ ուժը հավաքեք։ Դա շատ մեծ գործ է արված, անկեղծ մեծ գործ է արված։ Ես մի բան ասեմ, առաջ անգամ եմ Միջայլոց ասում, այս երևի թե ամեն ինչ պատահական ստացվեց։ Երևի թե Աստծո կողմից է, որ այս նվիրական գործը ինքը իրեն առաջ գնաց։ Ես չեմ պատկերացրել, այդպես հիմա որ մտնում եմ փորձասենյակ 20 հոգի, 10 հոգի սոլիստներ, բան sense նայում եմ, ասում եմ ոնց մի անգամից ամեն ինչը ստացվեց եղավ։ Իրոք եմ ասում, ասենք ես է չէի կարող պատկերացնել, որ կարող է ապագան ինչպես է պատկերացնում։ Անսամբլը ստեղծվել է, ժողգործիկների խումբը ստեղծվել է, գործը արվում է, եղել է համերգ, շատ դեպլեցուն դահլիճում, շատ հիանալի համերգ անցել, դրա մասին տեղյակ է Լոս Անջելեսյան հանդիսատեսը եւ թող աշխարհում էլ իմանան, եղավ նաեւ Ռուբեն Մաթեոսյանի մեծ մայստրոյի ծննդյան նվիրված տոնահամերգ, որտեղ նույնպես դահլիճը դեպլեցուն էր, աշխատեց բեմում ժողգործիկների անսամբլը, լավ շարունակություն ինչպես է պատկերացնում։ Քերիչ ջան, ասեմ որ արդեն մի տարի է որ օրկեստրը մի քիչ ավել, արդեն ունեցել ենք 3 հատ համերգ։ Դե մեծ բան է սա արդեն։ Իրոք որտեվ այսօրվա վիճակում 3 հատ համերգ իսկապես Ես սկզբանի որ ասեցի քաղաքական թոուբոհից դուրս գանք եւ մի քիչ էլ հասկանանք երաժշտություն ու ժողովրդական երաժշտություն։ Շատ ինպես չի որ ես կազմակերպչական այս հարցով եմ եղել այդ դրամաս եմ ասում, բայց առաջի անգամ Լոս Անջելեսում այդ ձևի ֆորմատով համերգ, մայստրոյի նվիրված համերգ չի եղել։ Գիտեմ։ Չի եղել, որովհետեւ ամենավառ աստղերի ներկայությամբ ու երկել են ժողգործիկների նվագախմբի ու Մատեոսյանի ծրագրի երգերից են երկել։ Հրաշք։ Ոչ թե իրենց եղած այլ երկեր, որոնք Մատեոսյանը մեզ է փոխանցել տարիներ առաջ։ Սա այս ծևի ֆորմատ մի 10-15 օրից մի 2 շաբաթից մի փոքր ավել կարող է ձայնագրությունը արդեն հեռուստատեսությամբ կցուցադրենք, կտեսնեն մարդիկ թե ինչ գործ արված, այո։
Դե ողջունելի գործ է միանշանակ Լոս Անջելեսում ստեղծել Ու ժողովրդական գործիքների մյուսը արդեն քո գաղափարներ, աղբեր ջան, Դե գաղափարը եկեք հələ չբացահայտենք, դրա մասին ժամանակի մեջ ու կխոսենք։ այդ տեսակ համերգներ է լինելու։ Աստված տա։ Հա, Որովհետև ես առաջացված- օրինակ կոնկրետ ինչի եմ այդքան կողմնակից նման իրականության, որովհետև այստեղ ապրում են նախ սկսենք սերունդներից։ Մենք բոլորս ունենք մեր ճաշակը, մեր ձևավորված կյանքի իմաստը, բայց այստեղ բավականին երեխաներ են մեծանում, պատանիներ են մեծանում, եւ այդ պատանիները, որ ընկալ են, որ Լոս Անջելեսում գործում է ժողգործիքների անսամբլ, ի հայտ կգան նաև նոր երգիչներ, ի հայտ կգան նաև նոր կատարողներ, երաժիշտ կատարողներ եւ կլրացվի այս ամեն ինչը ու իրականություն այս հայկականության շուրջ, ժողովրդականության շուրջ շատ կարեւոր իմաստ կունենա մեր իրականության մեջ։ Այդ շատ կարեւոր։ Գերիս ջան, մի շաբաթ առաջ փորձի ժամանակ մտա փորձասենյակ, իմ երեխաներիցս փոքր երեխաներ, քուր եւ եղբայր, կանոներ նվագում աշկերես Տաղանդավոր երեխաներ։ Իմ երևի 7-8 տարեկան երեխա։ Խնդրեմ։ Կանոներ նվագում եղբայրն է 8։ Ու խոսք եմ տվել, որ պետք է մենակ կան մասնակցեն համերգներին եւ սոլո իրենց Եվ կամած եւ այդ երեխեքը արդեն տեսնելով որ իրենց արած գործը չի ինչ որ մոռացվի, այս տեսակ շարունակություն կունենա, այդ դրանից չգիտեմ։ Հետո մի բան էլ շատ ասեմ կարևոր, որ տարիների մեջ, այս 20 տարիների մեջ եւ առհասարակ երկար տարիների անընդմեջ մեզ Լոս Անջելեսի հայությանը սփնովում էին, որ այնտեղ ռաբիզնա իշխում, ռաբիզնա տիրում եւ այլը, որը որ հայկական են ամեն դեպքում մատուցում, գոնե մարդիկ հայկական լեզվով երգ են ընկալում, ամեն դեպքում հիմա ժողովրդական գործիքների անսամբլը ստեղծված է եւ կամած միգուցե եւ տրամադրություն փոխվի, ժամանակ փոխվի, որը շատ կարեւոր է եւ Իդեպ մի բան եմ նկատել, մեր երկիչ կատարողների մոտ ժողովրդականության երկի արվեստին մոտիկ արդեն երկեր են հնչում, որը շատ կարևոր է։ Ինչ բան է փոխվում իրականության մեջ։ Ուրեմն տարիներ առաջ, երևի մի 15 տարի առաջ, մի քիչ ավել, ինձ Pacific Vision մինասը լավ մարդ է շատ ինձ։ Գիտեմ, հիշում եմ։ Ասեց կգաս հարսանյաց հանդես կա, ուզում են տան մթնոլորտի այդ որ աղջկան Հա։ Ասեցի, այտենց բան կլինի ու այսօր արդեն այդ նայում ես որ ձևաչափը կա կանոնով, թարով, դուդուգով հարցին հագցնելը, այդ շորը հագցնելուց ինչ որ հետաքրքիր արդեն ավանդույթներ կա ժողովրդական։ Ես բնականաբար ժողովրդական ձևաչափը միշտ պետք է լինի։ Եվ հիմա էլ գաղափար տամ, կարան հարսանյաց տոնախմբության ժամանակ ինչու՞ չէ ժողգործիկներով մի հատ երկու հատ թող երգ հնչի։ Կսկսվի դա։ Եւ այդ դրանից Հայաստանում կան նման ցանկություն ունեցող Արտեմ Խաչատուրի հետ ես համագործակցում եմ, մի անգամ ասեց որ հարսանյաց հանդեսի նվագախումբը լրիվ մարդիկ էլ կան ամբողջությամբ իրանց երեկոն ժողգործիկների հետ ճաշակով մարդիկ են եղել էլի որ մի հատ ճաշակով։ Հա, ճաշակով։ Որովհետեւ ժողովրդական երկարվեստի մեջ ամեն ինչ կա։ Պարել ես ուզում, եղբայր, պարի, հանգստանալ ես ուզում, հանգստացի, լստի։ Մի խոսքով Իմիջայլոց ավետը միած սիրուն բաներ մեր ռեկլամը որ կարտում են, ասում են արեք լսենք մերը ճաշակով, հավերժն ու ճաշակով։ Բնականաբար։ Իսկ հիմա եկեք բոլորս միասին լսենք մերը, հավերժն ու ճաշակովը։ Լոս Անջելեսյան այս իրականությունը մեր մեջ է եւ մեր կողքին է եւ բնականաբար այս գեղեցիկ տեսանյութը դիտելուց հետո մենք նորից շատ կարեւոր զրույցի կանդրադառնանք։ Այս պահին մեր եթերում առաջին անգամ բոլորս ականատես կլինենք Լոս Անջելեսի հայկական ժողգործիկների նվագախմբի գեղեցիկ կատարումը։ Դե ինչ տեսանյութ մեր եթերում։
Հրաշալի կատարում եւ իհարկե սա մեր իրականությունն է եւ արդեն այս ամենը մեզանում է սիրելի բարեկամներ եւ բոլորս միասին պետք է փորձենք միշտ օգտակար լինել այս հրաշալի նվագախմբի լիարժեք կատարելագործմանը եւ կայանալու հարցում։ Այո։ Ինչի է սենց հարցս դրեցի կայացման հարցում։ Հովանավորներ կան։ Մի հատ պրովոկացիոն հարց եմ ուզում տամ։ Մի հատ պրովոկացիոն հարց տամ։ Սփյուռքում շատ են խոսում ժողովրդականության մասին։ Այ կոնկրետ Սփյուռքում շատ են խոսում։ Մեծ հարուստներ կան, ամի ժողովրդական բան լինի, մի բան լինի, ֆինանսավորենք, օգնենք, օգտակար լինենք։ Բա ուր են այդ մարդիկ։ Ասեմ Գրիշ ջան։ Հիմա մեզ հարկավոր է փորձասենյակ։ Խնդրեմ, փորձասենյակ։ Դիմել եմ քաղաքապետարանին։ Հայա իդեպ քաղաքապետարան։ Որովհետև այս նվագախումբը պատկանում է այս համայնքին, այս քաղաքին։ Լոս Անջելեսի։ Այո, եթե իրենք ձեռնարկներ ինչ որ համերգներ ունենան, լինում է ապրիլի 24-ին, լինում է ինչ որ անկախության օրվա, այս օրկեստրը պատրաստ է անշահախնդիր ծառայելու։ Բայց իրենք էլ պետք է ինչ որ օգտակար լինեն փորձասենյակ։ Շնորհակալ ենք, գալիս եմ դրան։ Շնորհակալ եմ Ստեփան Փարտամյանին, որը անշահախնդիր տրամադրել է իրեն Armenian Arts Center-ը, որտեղ լինում են փորձերը։ Բայց նպատակն է, որ մենք ունենանք մեր անձնական փորձասենյակը։ Ես դիմել եմ քաղաքապետարանին, խնդրում եմ մեզ հատկացնել։ Եթե բարեգործներ կան, ինչ որ շենքեր են սարքել երիտասարդների համար, չգիտեմ ում համար, դրանք, չգիտեմ, ծառայում են ինչ-որ մի բանի, այ հիմի պետք է այդ շենքերից մի հատ սենյակ տրամադրվի այս օրկեստրի համար։ Այո։ Որովհետեւ մենք էլ իրենց կարանանք օգտակար լինենք։ Եվ դա սերունդների մասին զրույց է։ Եթե ով ջան, սրանք սերունդների մասին զրույց է։ Եթե ինչ-որ մեկը մի հատ շենք է սարքև ու ասենք ուղակի անունը դրել է սա հայկական կենտրոն է, բան ու ասենք դուրը փակ կարող է մեկ-մեկ գնան բինգո խաղան, չգիտեմ, ինչ անեն այնտեղ թուղթ խաղան, տրամադրեք, թող մեզ լինի այդ սենյակը։ Գոնե գործարվի ապագայի համար։ Եթե մի քիչ մասշտաբային մեծ լինի, կարող ենք պատասխան բաներ համերգաշարեր լինի, ասենք պաստորների օր հրավերքով կան լսեն, որ ժողովրդիկների ասում են։ Եվ համերգաշարերը պետքա պարբերաբար լինեն։ Պարբերաբար լինեն։ Մենք ունենք բազմաթիվ հայություն Ֆրեզնոյում, ունենք բազմաթիվ հայություն տարբեր համայնքներում, Բոստոնում եւ այլն նահանգներում։ Այդ համերգներով պետքա շրջագայություն լինի։ Այո, շատ կարեւոր է։ ինչ որ կազմակերպիչներ եթե լսում են, մեծ հաջողով մենք ընդունում ենք։ Լսում են, ամեն ինչ լսում են, հովանավորներին շնորհակալ եմ հովանամարտիկ եղել են, որ համերգների ժամանակ մեր կողքին են եղել։ Շնորհակալ եմ այդ մարդկանց, որոնք անտարբեր չեն անցել այս նպատակի կողքից։ Եվ դա շատ կարևոր է, առհասարակ այս հարցը բարձրացրեցի, ինչու, որովհետև ամեն անգամ խոսում ենք հայկականությունից եւ այս հեռավոր Լոս Անջելեսում ստեղծվել է մի հսկայական գեղեցիկ օրկեստր, համույթ, որ իրոք կարիք ունի այդ նույն հովանավորչության, որովհետև էլի եմ կրկնում ու չեմ էլ ձանձրանա կրկնելուց, որ այդ նույն հովանավորչությունը չի արվում հենց օրկեստրի համար, այդ նույն հովանավորչությունն արվում է սերունդների համար։ Ինձ անձնական ինձի պետք չի։ Իմ աղջիկը ժողովրդական երկարվեստի մեջ է եւ հաճախում է Մխիթար Քեթյանի երաժշտական դպրոցը եւ հիմա ասենք ինչքան դες լավ երեխաներ կան, որոնք իրապես տաղանդավոր երեխաներ են, հիմա նրանք որ իմանան այստեղ ժողովրդիկների անսամբլ կա եւ այլը, ու ասենք ինչքան կարողանան օգտակար լինել իրենց երգով, դուք կլսեք որպես պրոֆեսիոնալ մարդիկ, կընդունեք, վաղը նրան հնարավորություն կտակ կայանալու, ամեն ինչ կփոխվի այս կյանքում։ Նոր երգիչներ են գալու, նոր նվագ հիմա աղջիկ ունենք, արդեն մի 3-4 փորձ է որ գալիս է, իմ աղջիկա Տարիքին է, Ալիսյան։ Իմ ջալոց իրանք Սուրիայից գնացել են Հայաստան, հիմա ինքը նվագում է, որ եկավ նվագեց, սարմացել են տեսել։ Խնդրեմ, ինչքան տաղանդավոր երեխեք կան։ Մեր կանոնը հարուին է հիմա օրկեստրի մեջ։ Ու ես հուսով եմ, որ այդ տեսակ մարդիկ հաստատ գալու են այս օրկեստրը։ Իհարկե գալու են, որովհետև ամեն ինչ արվում է ապագայի համար, չի արվում միակնթարթի համար, որ վերջանա։ Լոս Անջելեսը հայության, աշխարհի ցանկացած վայրերում ապրող հայությանը, Սփյուռքի օջախներում ապրող հայությանը, ուզում եմ ասել, որ Սփյուռքում
Այո, Սփյուռքում, Լոս Անջելեսի համայնքում ստեղծվել է ժողովրդիկների հրաշալի նվագախումբ։ Նրանք գեղեցիկ իրենց արվեստով կարող են լինել բոլորիդ օջախներում, կարող են լինել բոլորիդ երկրներում հետաքրքիր համերգաշարերով, այնպես որ Հովհաննես Շահբազյանը բաց է 24 ժամ, կարող եք կապվել իր հետ եւ ամեն ինչ ստեղծեք, որպեսզի աղմուկը բարձրանա եւ այս իրականությունը մեզ հասանելի լինի, ինչու, որովհետեւ բոլորս այսօր քաղաքականացված ենք, մեզ իրականությունը դաժան, այս անհասկանալի process-ները, բայց միշտ ասում ենք, չէ՞ որ արվեստը պետքա փրկի։ Դե հիմա արվեստը եթե ստեղծվում է եւ արվեստը կա, ինչի ենք այդ արվեստին անուշադիր երբեմն։ Սա հարցեր են, որոնց պատասխանները դուք կգրեք ինձ կոմենտներում, ժողովուրդ ջան։ Ամեն դեպքում շարունակենք մեր զրույցը, ովքեր են երգում, առհասարակ սոլիստներ ունեք։ Իմ ընկերը Գագիկ Բադալյան, իմ իջայլոց ապրիլի 30-ին պատրաստում ենք համերգ, մեծ համերգ Ալեքս թատրոնում։ Ալեքս թատրոնում։ Գագիկ Բադալյանի մենակ։ Ապրիլի 30-ին։ Այո, ապրիլի 30-ին հրավիրում ենք մեր ժողովրդիկների նվագախումբն է նվագակցելու եւ Ռոմականյանի նվագախմբի որոշ երաժիշտներ միքս են կարել եւ շատ հետաքրքիր համերգ է լինելու եւ ունենք գեղեցիկ սերի ներկայացուցիչներից ասեմ Արաքսա Կարապետյանը, հրաշալի երգչուհի Լուսինեն Միրզախանյանը, Եվա Եգանյանը, Անահիտ Սահակյանը, մեր վարպետը, Անահիտյանը, եւ կան նորից երգիչներ, որոնց հետ համագործակցում ենք այս համերգը, որ եղավ մայեստրոյի, երգիչներ կան, նպատակներ կան, երգիչների արդեն բենեֆիսները լինի մեր օրկեստրի հետ։ Երբ որ արդեն իրենց հետ համաձայնության կանք տեղյակը պահենք, բարբերաբար համերգներ է լինելու, ասենք լինելու է տղա եւ աղջիկ իրենց բենեֆիսները, բայց անուններով արդեն մեծ անուն երգչուհիներ, դե արդեն աշուններ, այսինքն նպատակներ կան, առաջնորդվում եք այդ աշուններ արդեն քո գաղափարի շուրջ համախմբվելով։ Դա շատ լուրջ գաղափար է եւ առաջին անգամ կլինի։ Որ ասում ես չխոսեմ, բայց ասում եմ որ կա գաղափար։ Հայ իրականության մեջ առաջին անգամ կլինի հայ իրականության մեջ, որը շատ կարեւոր է բոլորիս համար։ Լավ, շարունակենք մեր զրույցը, ժողովրդական երգարվեստը միշտ էլ մեր հոգու հարազատ այդպես կարևորություններից է եղել եւ առհասարակ ինձ համար մի շատ կարևոր հարց եմ հիմա ուզում քեզ տալ։ Երաժիշտները կամ երաժշտական իրականությունը կամ այդ ամեն ինչը ոնց եք ստեղծում, ծրագրերը ասենք, վերցնում եք բոլոր անցյալը, թե ներկաներում էլ ունեք ինչ որ իրական պահեր, որովհետև ժողովրդական արվեստը անընդհատ զարգացող արվեստ է, այնպես չի որ սա էր ու վերջ, հասկացա։ Գրիշյան, ունեցել եմ մոտ 10-ից ավել համերգներ եմ ունեցել, որոնց մեջ ծրագրներ ունեմ, երգեր ունեմ, շատ հետաքրքիր համադրությամբ, ասենք Պարայինը, Շերամ Կուսան Շերամի երգը հավասու, ասենք Շարանի տեսքով է եղել։ Հիմա այդ դրանց վրա եմ աշխատում, որ այդ ծրագիրը շատ հենց հետո ժողովրդին պետք է այդ իրենց ուզած այդ քաղցր համոհոտով երգերը լինեն, որոնք իրեն որ նոր երգ լինում է, մի քիչ Մարսելը, մի քիչ մարդը։ Չէ, ես ինչի եմ դա ասում, որովհետև հիմա մեզ բազմաթիվ մարդիկ կնայեն։ Ծրագիրն է կապում։ Միգուցե նորանոր գուսաններ կծնվեն եւ կգան իրենց երգի առաջարկներով։ Մեծ հաճույքով հիմա երգեր կան, որոնք երգչուհի կա, երգչուհի եղել է, երգիչ եկել է մեր մոտ, ես իրենց ասում եմ քո հեղինական երգը բեր, փորձենք ժողգործիկներով մատուցենք։ Այսինքն դու բոլորի համար դռները բացում ես։ Այո, դա ավելի հետաքրքիր է լինելու։ Սփյուռքի առաջ հեռուստահաղորդաշարը, որի հիմնական հեղինակը ես եմ, ամեն գործ կանի, որպեսզի այդ նվագախումբը կայանա, իմացությամբ հասնի ամբողջ աշխարհի հայրցանականջին։ Եվ ես ձեր կողքին եմ։ Շնորհակալ եմ։ Ես ասեմ, որ միշտ քո նոր հաղորդումներին առաջինը հյուր լինում եմ։ Հա, Լաս Վեգասից սկսած քաղաքական մոտիվացիաներով չխոսեցի քեզ հետ, որովհետև քո գործը այլ է։ Ամեն դեպքում ես շնորհակալ եմ, որ դու անտարբեր ես, միշտ հիշում ես, դու իմ լավ ավակ ընկերն ես, շնորհակալ եմ քեզ աղբյուր։ Ես էլ քեզ եմ շնորհակալ, որ նման լավ բան ես կազմակերպել մեր իրականության մեջ։ Իմ շատ սիրելի հեռուստատողներ, այսօր այսքանը, բարբերաբար դուք հետևեք Սփյուռքի առաջ Գրիշա Սանդալյանի հետ հեռուստահաղորդաշարը եւ կիմանաք կարևորի մասին, իհարկե Սփյուռքից։ Լավ մնացեք, ապրեք խաղաղությամբ, երեք երջանիկ եղեք ապահով եւ հայ մնացեք եւ հայ երգը սիրեցեք։